Նայեք սիրելի Աստծո ժողովուրդ, այս բոլորը ինչ որ այսօր խոսում եմ իրականից Աստծո Սուրբ Ոգին առաջնորդում, ոչ ինձանից է, ոչ իմ մտքերից է, ոչ իմ սրտից է, ոչ իմ մարդկային հոգուց է, այլ իրական Աստծո մարգարեական Ոգին առաջնորդում։ Ժողովուրդ ջան, ամեն մի մարգարեություն խոսալ, ամեն մի երազ ու տեսիլ պատմելը դա չի նշանակում, որ դրա հեղինակը Աստծո Սուրբ Ոգին է։ Միգուցե Աստված երազներ է տալիս, տեսիլք ու մարգարեություններ է տալիս, բայց դրանցը պետք է կարողանալ մեկնաբանել, հասկանալ, թե դա ինչ է նշանակում, Տերը ինչ է ուզում դրանով ասավ։ Հասկանում եք, շատերը կան կեղծ մարգարեներ են, կարդանք Եզեկիելի 13-րդ գլուխը, որ Տերը իրականից էսի առաջնորդում հիմա խոսանք, ասում է մարդի որդի մարգարեի Իսրայելի մարգարեացող մարգարեների դեմ եւ ասիր իրանց սրտից մարգարեացողներին լսեք Տիրոջ խոսքը, այսպես է ասում Տերը, վայ հիմար մարգարեներին, որ իրանց հոգի ետևից են գնում եւ ոչինչ չեն տեսել։ Ավերակներում եղող աղվեսների պես են դարել քո մարգարեները, ով Իսրայել։ Նրանք դատարկ տեսիլք եւ սուտ գուշակություն են տեսնում, որ ասում են Տերն է ասում, թեև Տերը նրանց չի ուղարկել եւ հույս են տալիս, թե խոսքը պիտի կատարվի, չէ որ դատարկ տեսիլք տեսակ եւ սուտ գուշակություն խոսեցիք եւ ասեցիք Տերն է ասում, թեև ես չէի խոսել։ Սրա համար այսպես ասում Տերը, որտեղ ձեր խոսքերը դատարկ են եւ ձեր գուշակությունները սուտ, սրա համար էլ ես ձեզ դեմ եմ, ասում է Տերը։ Ցանկացած մարգարեություն, որը գալիս է Տիրոջ հոգուց, նա պետք է կատարվի։ Ցանկացած երազ տեսիլք, որ Տերը ցույց է տալիս, հենց այնպես ցույց չի տալում, որ դու ուղղակի խոսակ մարդկանց հաճեցնելու համար, դա պետք է կատարվի, դա պետք է լինի Աստծո հոգուց, մարգարեական հոգուց, ասում է իրանց սրտի հետևն են ընկած եւ իրանց հոգի հետևն են ընկած, իրանց սրտից եւ իրանց հոգուց են այդ մարգարեությունները գալիս, երազներն ու տեսիլքները, ոչ թե իմ հոգիս է իրանց վրա, ոչ էլ ես եմ իրանց ուղարկել։ Սա բոլորին չի վերաբերվում, ժողովուրդ, բայց կան մարդիկ, որոնք ընկած են այս ճայիճի մեջը, ուզում են